Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հարցը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանց ճակատագրի վերաբերյալ էական առաջընթաց չի արձանագրվել։ Այս օրերի միջազգային իրավապաշտպան կառույցներն ու նախաձեռնությունները շարունակում են պահանջել Բաքվում պահվող հայ գերիների և կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը։ Միաժամանակ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը հերթական անգամ միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Միևնույն ժամանակ մտահոգիչ տեղեկություն է ստացվում Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նրա փաստաբան Լուսիանա Մինասյանի փոխանցմամբ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունի սրտի լուրջ խնդիրներ, բարձր բորբոքային ցուցանիշներ, հաճախակի գլխապտույտներ և ուշագնացության դեպքեր։ Փաստաբանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պահանջելով առնվազն հնարավորություն տալ Լյուդվիգ Մկրտչյանին կապ հաստատել կնոջ Հրանուշ Շահբազյանի հետ, քանի որ ընտանիքը մեկ ամսից ավելի է որևէ տեղեկություն չի ստացել նրա մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են պահվել Արցախի հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, երրորդ նախագահ Բակո Սահակյանը, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, նաև այլ հայ ռազմագերիներ և կալանավորված անձինք։ Վերջին շաբաթվա ընթացքում նրանց վերաբերյալ նոր դատական որոշումների, ազատ արձակումների կամ պաշտոնապես հաստատված այլ զարգացումների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները սակայն շարունակում են պնդել, որ նրանց ազատ արձակման հարցը պետք է մնա միջազգային օրակարգում և ստանա շուտափույթ լուծում։